Անհանգստացնող փաստ Հենրիխ Մխիթարյանի եւ Ինտերի համար։ Ֆուտբոլի պատմության ընթացքում, երբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը անցկացվել է Մյունխենում, մրցաշարի եզրափակիչ խաղում հաղթել է այն ակումբը, որը մինչև այդ երբեք չի նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ 1979 թվականին Նոթինգհեմ Ֆորեսթը իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, 1993-ին Մարսելը, 1997-ին Դորտմունդի Բորուսիան, դե իսկ 2012 թվականին Լոնդոնի Չելսին իր պատմության մեջ առաջին անգամ հենց Մյունխենում նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։ 2025 թվականի եզրափակիչը նույնպես Մյունխենում է։ Պարի Սեն-Ժերմենը չունի Չեմպիոնների լիգայի գավաթ, իսկ Ինտերը ունի։ Բայց հուսանք Մխիթարյանը Ինտերին կառաջնորդի դեպի բաղձալի չեմպիոնություն, իսկ այս վիճակագրությունը կգնա պատմության ծոցը։